հուսահատ ու խիստ ընկճված էին իսրայելյանները մեր նախորդ հանդիպման ժամանակ։ Արցախից բռնի տեղահանվելուց հետո ընտանիքը վարձակալությամբ ապաստանել է Հրազդան քաղաքի այս փոքրիկ ու համեստ բնակարանում։ Բազում խնդիրներ ունեն, սկսած կենցաղային տարրական իրերի պակասից մինչև օրվա ապրուստ ու լրջագույն առողջական խնդիրներ։ Իմ հարց չկար աշխատի, ոնց աշխատի։ Երեխան է վիճակում, ես վիճակում եմ, մեկը փոքր։ Բազմանդամ ընտանիքին մեր հաղորդաշարի օգնությունը սկսեցինք ամենակարևորից՝ տան հնամաշկահույքը թարմացնելուց։ Մեր գործընկեր բազմոց գրուպը իսրայելյաններին եվրոպական ստանդարտներին համապատասխանող հյուրասենյակային փափուկ ու հարմարավետ բազմոց հասցրեց։ Շատ լավ է, դեշկան ապին, որակը լավն է։ Շատ հիանալի որակ ունի։ Այս տանը պրուժիները դոշակ-մոշակ ենք դնում, որ բարձրանա, որ այդ պրուժիները երեխաներին չծակի։ Իսկ հիմա որ այս բազմոց կա, ավելի ապահով են զգում երեխաներս որ նստեն։ Բարերար Գագիկ Սարգսյանն էլ տեսնելով մեր հաղորդումը չկարողացավ անտարբեր մնալ։ Անձամբ հայցելեց ընտանիքին, իր ձեռքով ու արդար քրտինքով պատրաստած 6 կտոր կահույքը նվիրեց իսրայելյաններին։ Կհիշեք, Արզիկ տատը պատմում էր, որ երեխաները գետնին են քնում, մահճակալ չունեն, իսկ 9-ամյա Նատալիի ունեցած միակ մահճակալն էլ արդեն փոքր է նրա համար։ Նորաբոչ, մեծ ու գեղեցիկ 3 մահճակալ էր պատրաստել Գագիկն ու բերել երեխաներին։ Մահճակալի խնդիրը շատ մեծ էր, հատկապես Նատալին։ Տեղը փոքր էր, կարավատը փոքր էր, չէր տեղավորվում։ Ամենաշատ ուրախացել եմ երեխուս մեղկա էլի Նատալիկը քորանով ես, բա չի տեղավորվում, ոտների են արանքներով հանում է։ Այնքան եմ խղճում երեխաս ուրախանա էլի թող մեջը քնի։ Ոնց ասեմ, մեր Ղարաբաղի լեզվով կորս թեթևացել է։ Շատ մերսի, որ երեխաներս փափուկ տեղ ունեն քնելու։ Բայց սա դեռ ամենը չէ։ Մարդասիրության մղումով ու ավելին անելու առատաձեռնությամբ նաև պահարան, կոմոդ եւ հեռուստացույցի տակդիրել էր բերել։ Կարելի է ասել միայնակ ամբողջ տունը կահավորեց։ Ուսանը կոմոդնա։ Քոխորդ սենտիկալիքսի շուրջ տեղավորեք։ Շատ շնորհ, ինձ հատանը։ Ապրես։ Շատ շնորհ։ Բարերավ կարում չեմ, սա մեր սրտինը մտքին արտահայտածին է, բայց շատ շնորհ եմ։ Վեշերից կեսը թալաֆանների մեջ չի տեղավորում, մեր վեշերը դնենք։ Էդ էլ շատ մեծ կարևոր բան է իմ համար, որ իմ վեշերը կկարողանամ մտցնեմ իր մեջ։ Գագիկի հետ նաև նրա աղջիկներ եկել, որ փոքրիկ Նատալիին նվիրի իր ձեռքի աշխատանքը։ Պայուսակը զարդարող ուլունքները հատիկ-հատիկ է հավաքել ու դատարկ չի նվիրում։ Մեջը լիքը անուշեղեն է։ Իմ ձեռքի աշխատանքն է, շատ ուզեցա, որ հենց Նատալին տամ, շատ խաշանք բալա է, շատ սիրտսանի մոտով։ Մերսի շատ, որ բերեցիք իմ աղջկան, գոհ ու շնորհակալ ենք ձեզնից։ Բարերար Սարգիսն էլ ընտանիքին փափուկ աթոռներ էր ուղարկել։ Երեխաները տեղում շատ արագ գնահատեցին նվերները։ Արգավանդեեմն էլ իսրայելյաններին խոհանոցային աթոռներ էր ուղարկել, որ սնվելու միջավայրն ավելի հարմարավետ դառնա։ Էդի կարևոր մի բան է, որ երեխեքս նստեն հատուտեն վրեն։ Բազմանդամ ընտանիքին իր աջակցությունը ցուցաբերեց նաև խաղահրապարակների կանաչապատմամբ եւ ռետինապատմամբ զբաղվող երեխաների համար անվտանգ ու առողջ միջավայր ստեղծող մեր գործընկեր Արիքս գրուպը, որն ընտանիքին փոշեկուլ նվիրեց։ Տանտիրուհու հոգսը փոքրինչ կթեթևանա։ Աննա լավնա չէ, հիանալի։ Սա ինչ է։ Սիրա ամաննա։ Հա։ Մենսեշ։ Սա թինգական է լավն է։ Իսկ հա մեր մյուս գործընկեր Mobile Center խանութի տնօրինությունն էլ սմարթֆոններ էր ուղարկել ընտանիքին։ Բնական բաղադրիչներով պատրաստված քիմ քշոյող բարձրորակ պահածոների, մուրաբաների եւ կոմպոտների տեսականիով էլ տպավորեց Իջևանի գինու կոնյակի գործարանը, որն արտադրությունն իրականացնում է էկոլոգիապես մաքուր պայմաններում, հոգալով թե համի, թե որակի մասին։ Առաջի անգամն ենք այսպես օգնություն ստանում, շատ շնորհակալ եմ, որ գնահատում են մարդկանց վիճակը, որ մարդիկ ինչեր են կորցրել։ Ահա վաղ ինձ կհերիքի, թեկուզ մի 6 ամիս բան, յոլակրտանեն միջև։ Առողջ ծննդի հարցն էլ շտապեց Հոգալ Արզնի հոլդինգի ղեկավարությունը։ Թարմ ու բարձրորակ մթերք ուղարկելուց զատ ընտանիքին աջակցել էր նաև ֆինանսապես։ Իր հոգատարությամբ ու աջակցությամբ առանձնացավ նաև Sunfood ընկերությունը, որն իր համեղ ու օգտակար արտադրատեսակներից էր ուղարկել։ Big Life ապրանքանիշն էլ երեխաների սիրելի մրգային տարբեր համերի բարձրորակ ու առողջարար դիետիկ յոգուրտներն էր ընտանիքի համար պատրաստել։ Ամեն ինչը լցվավ տունը, պատկերացրու տեղ չունեմ, որ տեղավորեմ։
Շատ շնորհակալ եմ։ Չենք մոռացել նաև երեխաներին ժպիտ ու երջանկություն բարգեւող քաղցրավենիքի մասին։ Այստեղ էլ մեզ օգնության հասավ Տավուշ Սվիտ ընկերությունը։ Անուշեղենի պաշարը Ռուսկի բիսկվիտ ընկերությունը լրացրեց, որն ահռելի քանակությամբ քաղցրավենիք էր ուղարկել։ Իսկ ահա Էկոֆորմ ընկերությունն էլ շտապեց ընտանիքին որակյալ մաքրող միջոցներ ու տնտեսական ապրանքներ հասցնել։ Նրանք նաև ֆինանսապես աջակցեցին ընտանիքին։ Լվացքը օրը մի 2-3 անգամ անում եմ, շատ է գնում։ Համարյա մեր տան փողերը լվացքի փոշի վրա է գնում։ Ուրիկան գիտես քանի անգամ ալվածք միացնում։ Չույս իմանում թե ինչքան շատ է։ Ինտելեկտի եւ հաճելի ժամանցի մեկտեղումն էլ ապահովեց Edit Print ընկերությունը։ Բազմաբովանդակ, տարբեր ժանրերի գրքեր, գրենական պիտույքներ էին ուղարկել երեխաներին։ Չէին մոռացել նաեւ ընթերցասեր Արզիկ Տատին։ Նրա գրքերը չափազանց նրբանկատ էին ընտրել։ Մինասիրածս Ագաթա Քրիստի, ես նրան շատ եմ սիրում։ Լավ գորո։ Ընտանիքը դրամական օգնություն ստացավ ֆրանսաբնակ Արսենից, Բելգիայում ապրող Արայիկից, Դավիթից, Անտոշկա մանկապարտեզից, ցանցերի աշխարհընկերությունից եւ Երևան City սուպերմարկետների ցանցից։ Այդ բերից ինձ հանել են, որ ամեն ինչի պակաս կար, բայց ապահովել են մեր ընտանիքին։ Մարդկանց արածը ես գնահատում եմ։ Կարեիք ասենք չանեիք մի ուրիշի համար, ես շատ եմ գնահատում։ Դա ամենակարևորը դա է։ Անչափ ուրախ եմ, որ դուք մեզ հասկացել եք, էլի որ ինչ վիճակում ենք, հեշտ չի։ Ամեն բան ապահով տեղ հասցրինք Լեգարա բեռնափոխադրում իրականացնող ընկերության շնորհիվ, դիտելով մեր հաղորդումը, ծանոթանալով արցախցի իսրայելյան ընտանիքի պատմությանը, տարբեր անհատներ մեր հաղորդումից ժամեր անց դրամական մեծ փոխանցումներ են կատարել ու զորակցել նրանց։ Աղոթում եմ, որ իրանց արջևը լավ օրեր տեսնեն, լավ բան տեսնեն, այնքան եմ գնահատում, մարդ իր հաշվին այդպիսի բաներ անի ու Աստված իրանց արածը իրանց արջևը բերի։ Շատ զարմացա, որ միանգամից հենց հաղորդումը բրծավ ու այդ փոխանցումները կատարվեց։ Տան կարամ վարձ տամ 2 ամսվա, թեթևանա մի քիչ։ Դրամական օգնությունն էլ, ինչպես նշեց ընտանիքի մայրը, կուղեն Նատալիի հետագա բուժման ծախսերին։ Իսկ մեզ համար ամենամեծ ձեռքբերումն ու նվաճումը թեկուզ մեկ ընտանիքի կյանքը շրջադարձորեն փոխելն է։ Երախտագետ ենք բոլոր նրանց, ովքեր կիսեցին իսրայելյանների ցավը, ուժ ու վստահություն տվեցին նրանց, սատարեցին արցախցի մեր հայրենակիցներին։ Եվ հիշեք, սիրելի հեռուստադիտողներ, դուք եք փոփոխությունը, իսկ մենք կամուրջը։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, Սուրանգյուն։